Ալեքսանդրա Գրիգորյան 18 տարեկանում հասցրել է դառնալ աշխարհի չեմպիոն։ 2 տարի է ռեկորդակիր է եւ ճանաչվում է Եվրոպայի լավագույն մարզիկ։ 20-ամյա աղջիկը այսօր համարվում է Նազիկ Ավդալյանից եւ Ռիվսիմե Խուրշոդյանից հետո մեր հաջորդ հաջողակ ծանրամարտիկը։ Փոքր տարիքում, արդեն հայտնվել ես մանկատանը, Քրիստինեն եկավ, քեզ ընտրեց որպես մարզիկ, հետո արդեն որդեգրեց քեզ, որ փուլում էր, որ դու արդեն հասկացար, որ դու մայրիկ ունես, դու մարզիչ չունես, դու մայրիկ ունես։ Խնդրել էինք, որ եթե կարողանա հնարավորություն ունենա, մեզ տանի իր հետ, ինձ ու քույրիկիս, սկզբից բարդ էր ընդունել այն փաստը, որ ես ծնողներ չունեմ, մանավանդ երբ որ երեխաների էի տեսնում նրանց ծնողների հետ, այդ փաստից էի շատ նեղվում, բայց քանի որ հիմա ունեմ ծնող, ես չեմ զգում, որ դրա բացակայությունը ունեցել եմ։ Ինձ համարում եմ լիարժեք տան անդամ է նրանց աղջիկը։ Ես չեմ նեղվում այն փաստից, որ ես մանկատան սան եմ եղել, բայց նեղվում եմ մարդկանց խոսակցություններից, որովհետև մարդիկ, որ խոսում են, չեն մտածում դիմացին նեղեցնելու մասին։ Թեկուզ մանկատան երեխա լինելով, ինձ դա էլ ուժեղ դարձրեց, որ կարողանամ սպորտի մեջ արդյունքների հասնել։ Դու գիտես, ինչ դրդապատճառ է ունեցել մայրիկը, որ դուք այնտեղ եք հայտնվել։ Դու քո մեջ ունես իր արդարացումը, թե ոչ։ Եթե մենք այսքանով հայտնվել ենք մանկատանը, դա արդեն հնարավորության հետ կապ չունի։ Եթե ինչ-որ խնդիրներ լիներ 2 երեխա, 3 երեխա, ինձ թվում է այդքան երեխաներ չէին լինի։ Երբ 12 տարեկան էի, նա որոշեց, որ մեզ պետք է կտանի իր հետ Ռուսաստան, բայց արդեն ինձ թվում է ուշ էր։ Ես չգիտեի, թե նա ով է, ինչ-որ անծանոթ մեկը կա, ասի, թե ես քո մայրիկն եմ, ինձ պետք է ընդունես։ Աշխարհի բրոնզա մեդալակիր լինելը բավականին մեծ արդյունք է, բայց այդ շրջանը քո կյանքում բավականին բարդ էր ու իրականում դու ոսկե մեդալի էիր գնում, բայց գուցե եւ քո կյանքի այդ փուլի հանգամանքները ազդեցին այդ մրցումների ժամանակ քո ներկայանալու վրա։ Ինչ որ մի շրջան որոշեցիր, որ կփոխես քո ընտանիքը։ Ինչու նման որոշում կայացրիր։ Առանց գիտակցելու։ Նա զգում էր, որ ես ուզում եմ հետ գամ, իմ հոգեվիճակը այն չէր, որ ես կարողանամ մրցումներին մասնակցել, նորից ինձ շանս տվեցին։ Ինձ թվում է կյանքում ինձ սխալը չեմ անի։ Այդ շրջանից հետո դու նաև հոգեբանի հետ ես աշխատել, որպեսզի հաղթահարես այդ փուլը քո կյանքում։ Ում էի, որ կարելի ասել խորտակվում եմ, ինչ որ ներդրում ունեցավ իմ սխալ կյանքից դուրս գալու, նոր կյանք սկսելու, այդպես ասած։ Հաղորդման գործընկերներն են Լուսին օրգանիկ սմաշկի բնական խնամքը, իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։ Դու ինչի մաս։ Ալեքսանդրա Գրիգորյան 20-ամյա աղջիկը համարվում է մեր հաջորդ ծանրամարտիկը Նազիկ Ավդալյանից, Ռիվսիմե Խուրշոդյանից հետո։ Արդեն հասցրել է փառահեղ հաղթանակներ ունենալ։ 2 տարի է ճանաչվում է Եվրոպայի լավագույն մարզիկ եւ ռեկորդակիր։ 18 տարեկանում հասցրել է դառնալ երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն։ 2024-ին Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ մեծահասակների Եվրոպայի չեմպիոն, 2025-ին փոխչեմպիոն։ Մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է։ Ալեքսանդրան դեռ 1 տարեկան է չբոլորած հայտնվել է մանկատանը, 12 տարեկանում սկսել է հաճախել ծանրամարտի, որտեղ էլ մարզիչը Քրիստինե Պետրոսյանը որդեգրել է աղջկան։ Լայֆրումում այսօր ծանրամարտի աշխարհի երիտասարդների չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանն է։ Ողջույն Ալեքսանդրա։ Բարև ձեզ։ Ալեքսանդրա 4 տարի շարունակ Եվրոպայի չեմպիոն եք եղել, աշխարհի չեմպիոն եք եղել։ Որպես կանոն մենք կողքից տեսնում ենք այդ վերջնական հաղթանակը ու հասկանում ենք, որ վաու, հրաշալի արդյունք է, հա, մեր աղջիկը Եվրոպայում չեմպիոն դարձավ, աշխարհում չեմպիոն դարձավ, բայց դուք ձեզ համար ունենում եք ամենակարևոր հաղթանակի կետը, որը գուցե նույնիսկ աշխարհի չեմպիոն դառնալը չէ, որովհետև աշխարհի չեմպիոն դառնալուց առաջ դուք ինչ-որ կարևոր հաղթանակներ եք ունեցել, որ հասել եք այդ կետին։ Որն է ձեզ համար այն ամենակարևոր հաղթանակը, որից հետո հասկացաք, որ ծանրամարտը այն ճանապարհն է, որով գնալու եք ու հաղթական ճանապարհ պիտի գնաք։ Դե բոլոր մրցումներն էլ մեր համար հաղթական են, բայց ամենաբարձր հաջողությունս, երբ որ 2024 թվականին Մեծեր Եվրոպա հաղթեցի, այդ ժամանակ արդեն ավելի վստահ եղա, որ իրոք ես կարող եմ ավելի բարձր արդյունքներ ունենալ։ Ինձ թվում է բոլորն էլ կարող են մինչև այդ հասնել, բայց մեծահասակների մեջ արդյունքը արդեն ավելի դժվար է։
Դե իրականում պատանիների դեպքում էլ պատանիների հետ եք մրցում ու էլի դա մեծ արդյունք Դե է։ համեմատություն որ տնենք մեծերինը ավելի դժվար է։ Ոլորտում ասում են, որ դուք մեր հաջորդ մարզիկն եք Նազիկ Ավդալյանից, Հռիփսիմե Խուրշուդյանից հետո, այդ զգացողությունը ձեզ ինչ է տալիս։ Ես չեմ սիրում համեմատվել իրանց հետ, որովհետև ես իմ տեղն ունեմ, բայց դա էլ մեծ հավատք է տալիս, որ բոլորը ինձ հավատում են, էլի, որ ես կարող եմ հասնեմ բարձր արդյունքների։ Հիմա արդեն պատրաստվում եք հաջորդ օլիմպիական խաղերին։ Հա, 2028 թվականին օլիմպիական խաղերն են, պետք է ցկտենք, որ գնանք ու մեդալով հետ գանք։ Մինչև դե 2027 թվականի մեծասաղների աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա Երևանում, դրա համար դա էլ է շատ կարևոր, որ մեր հայրենիքում մեծ արդյունքներ ունենանք։ Ծանրամարտը աղջիկներից առաջին հայացքից հերու մասնագիտություն է թվում, հա, այսինքն ոլորտը բավականին ծանր է, բավականին բարդ է, խիստ մարզումների ռեժիմ է պահանջում։ Ինչպես փոքրիկ Ալեքսանդրան որոշեց, որ իր ճանապարհը պիտի ծանրամարտի ուղղությամբ գնա։ Սկզբից քույրս էր զբաղվում ծանրամարտով ու երբ որ ինքը մեդալներով կուկար, ես էլ կուրախանայի իր մեդալներով ու որոշեցի, որ ես էլ սկսեմ մարզվել։ Սկզբից չէինք գիտակցել, որ սպորտը պետք է այսքան դժվար լինի, որովհետև փոքր էինք, 12 տարեկան էի, բայց իշքան որ մարզվեցի, այդքան հասկացանք, որ ավելի բարձր արդյունքներին հասնելու համար շատ ճանապարհ պետք է անցնենք։ Այն արդյունքներին, որոնց հասել եք մինչև հիմա բավարարում են ձեզ, թե եղել են փուլեր, երբ որ գոհ չեք եղել։ Բոլոր մրցումներին առաջի վարժությունում լավ հանդես չեմ եկել, մինչև այս վերջի մրցույթս, դրանից գոհ չեմ եղել, որ մարզումներին ավելի շատ էի բարձրացրել, քան մրցույթին, իսկ այս մրցմանը ես ինձ հաղթահարեցի եւ կարողացա լավ արդյունք ցույց տալ։ Այդ լարվածությունից է գալիս։ Անվստահությունից շատ է։ Ինչու։ Չգիտեմ։ Ներսից է, երևի։ Պարապմունքներին է մեջքից ցավը այդ վարժությունից ավելի շատ է, քան մյուս վարժությունից, դրա համար էլ լավ չի ստացվի։ Եվրոպայում օրինակ նախորդ տարի չեմպիոն եք, այս տարի փոխ-չեմպիոն դարձաք։ Իհարկե փոխ-չեմպիոնն էլ բավականին բարձր տիտղոս է, բայց երբ չեմպիոն դառնալուց հետո դառնում եք փոխ-չեմպիոն, դժվար է տրվում։ Դժվար է նրա համար, որ մեն մտքով էի գնացել մրցում, որ նորից կարող է հաղթեմ ու երկրորդ տեղ գրավելուց ճիշտ է էլի մեծ արդյունք էր, բայց քանի որ վստահ գնալով առաջինի հետևից երկրորդ տեղ դա հուսահատեց ինձ մի քիչ։ Ինչպես անցաք այդ փուլը։ Մտածելով, որ դիմացը մեծ մրցումներ կան ու պետք չէ մի երկրորդ տեղի համար սաղ կարիերան փչացնել երևի։ Կարողանում եք շատ արագ ոտքի կանգնել, եթե նույնիսկ ինչ-որ արդյունք ձեզ դուր չի եկել։ Եթե իմ մարզիչս իմ կողքս է միշտ, իր շնորհիվ մենք միշտ կհաղթահարենք ամեն ինչ, կապ չունի թե դժվարությունները շատ են, թե չէ։ Քո մարզիչը քեզ համար ավելին է, քան մարզիչը։ Քրիստինեն կարելի է ասել նաև փոխեց քո կյանքը։ Հիշում ես ծանոթությունը իր հետ։ Ծանոթությունը սկզբից ինքը իմ քույրիկից որ ճանաչում էր, ինքը այդպես եկավ մեր կենտրոնում, բոլորս այնտեղ կմնայինք։ Մարզիկներ կուզեր հավաքել, որ շատ մարզիկներ ունենար, ու այդպես ես էլ մոտեցա իրան, ասեցի որ կուզեմ մարզվեմ ու փորձելու համար ինձ կանչեց զալ ու հենց առաջի օրվանից էլ որպես մարզիկ ես իրան դուր եկա, հետո այդպես սկսեցինք ավելի մոտենալ իրար, կապնվեցինք եւ գնացինք դեպի ավելի բարձր հաջողությունների հետևից։ Հիմա մարդիկ նայում են քեզ, հաջողություններով քո հպարտանում են, ուրախանում են, բայց քո ճանապարհը բավականին դժվար է եղել, որովհետև փոքր տարիքում, հա, արդեն հայտնվել ես մանկատանը ու բավականին դժվար ճանապարհ ես անցել ապացուցելու, թե որքան ուժեղ ես դու ու ինչպիսի ճանապարհ կարող ես անցնել։ Քանի որ դու պատրաստ ես հիմա խոսելու, կարծում եմ դեմ չես լինի, եթե ես քեզ որոշ հարցեր տամ քո կյանքի այդ շրջանի մասին։ Դեմ չեմ լինի այդ մասին խոսելու։ Դու այդ տարիներին հատուկ կենտրոնում էիր, որտեղ քեզպես շատ երեխաներ կային առանց ծնողական խնամակալության։ Մենք առօրյայում սովորենք դրան մանկատուն ասելու։ Քրիստինեն եկավ, քեզ ընտրեց որպես մարզիկ, հետո արդեն ձեր ճանապարհը
լրիվ ուրիշ դարձավ, այսինքն քո մարզիչը լինելուց բացի Քրիստինեն որդեգրեց քեզ ու դուք սկսեցիք արդեն ընտանեկան ճանապարհ անցնել։ Ինչպես ձևավորվեց ձեր մտերմությունը, որովհետև նաև դու պիտի վստահեիր Քրիստինեին, որպեսզի ցանկություն ունենայիր գնալու իրենց տուն։ Դե սկզբից մենք իրար տեսնելով ես իրար համար էի գնում ծառամարտի, բոլորն էլ սկզբից որպես մարզիչը լավն է եղել, մարզիչը իրար շնորհիվ կերտանք ու այդպես մարզիչս տեսավ, որ ես սպորտնել եմ, կամքի ուժ ունեմ, կցկտեմ հաջողության հասնելու ու այդպես ինքն էլ իմ վրա հույս դրեց, որ մենք կարող ենք հասնել այդ արդյունքներին, որին որ երկուս էլ հավատում ենք։ Գիտես, բավականին դժվար է պատկերացնել, որ ծանրամարտի մարզչի հետ կարելի է այդպես կապվել, որովհետև ծանրամարտը ենթադրում է խիստ կանոններ, խիստ մարզումներ, նաև մարզչի խստություն ու այդ խստության մեջ գտնել այդ քնքշանքը թվում է, որ մի փոքր պիտի դժվար լիներ։ Բայց դա մի ծանրամարտի արդյունքն էր, թե դուք նաև որպես մարդ իրար հետ կապվեցիք։ Ճիշտն ասած, մեր հետ այդքան էլ խիստ չէ մեր մարզիչը, բայց երբ որ տեղը կա, այդ ժամանակ խիստ եղնի, բայց առօրյա կյանքում մենք ընկերներ ենք, ընտանիքի մեջ, դրսում բոլորի հետ մենք ընկեր է ավելի շատ, բոլոր երեխաների հետ միշտ կապնվում է, որովհետև եթե մարզիկի հետ չես կապնվի, ինձ թվում է աշխատանքը ավելի բարդ կեղնի, պետք է մեկը մյուսին սիրեն, հարգեն, որ կարողանան հասկանան միշտ իրար ամեն տեղ։ Եթե ես չեմ սխալվում, եղել է նաև դրվագ, երբ որ մոտեցել եք Քրիստինեին ու ասել եք, որ ուզում եք, որ ձեզ տանի իր հետ։ Հա, կար կենտրոնը մենք էլ շատ չէինք ուզել։ Մենք էլ գիտեինք, որ որպես մարզիկ շուխուրի մեջ մենք չէինք կարող էլի հանգստանալ, վերականգնվել, այդպես խնդրել էինք, որ եթե կարողանա հնարավորություն ունենա, մեզ տանի իր հետ, ինձ ու քույրիկիս, պրոստը զգաց, որ ես ավելի նվիրված եմ սպորտին, քան քույրիկս, ու իրան էլ էի շատ նվիրված ու այդպես մենք իրար հետ կապնվելով տեսա, որ ես էլ իրան եմ շատ սիրում, կենտրոնում զգաց, որ ես չեմ կարող արդյունքի հասնել այնտեղ, այդպես որոշեցինք, որ ես էլ իր ընտանիքում պետք է ապրեմ, ինձ որոշեց տանել, դե իր հնարավորություններն էր այդ վաղ քիչ էր հնարավորությունները, դրա համար չէր կարող երկուսս էլ տաներ։ Կապնվեցինք իրար հետ, ինչքան որ մենք իրար կողք եղանք, այդքան ավելի շատ սիրեցինք իրար ու հավատացինք, որ միասին կհասնենք դեպի օլիմպիական խաղեր։ Դուք մինչև հիմա իրեն ասում եք ընկեր Քրիստիկ, բայց երբ պատմում եք իր մասին, ասում եք մաման։ Դե որովհետև մտերմությունը շատ է։ Ես իրան ընկեր Քրիստինը կսեմ, որովհետև չի կարող սպորտի մեջ էլ տանել ծնողը լինի մարզիչ, դրա համար մենք մոտենում ենք միայն սպորտի կողմով, որ չխանգարե մեզ ոչինչ։ Մինչև իրեն մամային փնտրում եք, այդ զգացողությունը կար։ Դե կարծում եմ, այո։ Ջերմության պակասությունը զգում էի։ Ալեքսանդրա, իմ գործընկեր Լուսին Օրգանիքսի կողմից քեզ նվիրում եմ նուրբ շերտազատող սկրաբ։ Լուսինը ամբողջությամբ բնական հումքով պատրաստվող խնամքի միջոցներ են, ինչը նշանակում է, որ շատ ավելի օգտակար են։ Այս սկրաբը շատ նուրբ շերտազատում է անում։ Ես չգիտեմ, դու հիմա արդեն օգտվում ես նման միջոցներից, թե ժամանակի հետ դեռ նոր պիտի սկսես օգտվել, բայց հիմա տեսնում եմ, որ շատ լավ մաշկ ունես, իսկ այդ շատ լավ մաշկ ունենալը պետք է պահպանել նաև լավ խնամքի միջոցներով։ Ես ինքս օգտվում եմ Լուսին Օրգանիքսից ու հենց այս սկրաբն էլ օգտագործում եմ, բավականին գոհ եմ։ Դու էլ երբ օգտագործես, վստահ եմ շատ գոհ կմնաս։ Շատ շնորհակալ։ Սիրով։ Ես հասկանում եմ, որ շատ ցավալի է եղել ժամանակին գիտակցումը մայրիկի բացակայության ու հետո զգացողությունը, որ դու գտել ես մայրիկ, որ փուլում էր, որ դու արդեն հասկացար, որ դու մայրիկ ունես, դու մարզիչ չունես, դու մայրիկ ունես։ Դե հա, սկզբից բարդ էր ընդունել այն փաստը, որ ես ծնողներ չունեմ, մանավանդ երբ որ երեխաների էի տեսնում նրանց ծնողների հետ, այդ փաստից էի շատ նեղվում, բայց քանի որ հիմա ունեմ ծնող, միայն ոչ ծնող մարզիչ էլ, դրա համար շատ չեմ նեղվում ու չեմ էլ հիշում, ես չեմ զգում, որ դրա բացակայություն ունեցել եմ։ Նրա խոսելուց, նրա ջերմություն տալուց զգում էի, որ կարևոր մարդ է իմ համար ու
համարեցին նրան ծնող զգալով այդ ջերմությունը նրանից, որոշ կյանքում չէի զգացել, ոչ մեկից դրա համար շատ նվիրվեցի, որպես ծնող ընդունեցի նրան։ Շատ դեպքերում ես իրան եմ նման, հետո ապրելով արդեն ես նմանվել եմ իրեն։ Մենք իշքան որ իրար հետ շարունակում ենք ապրել, այդքան հարաբերությունները ավելի լավ են ստացվում ու ավելի շատ մտերմություն ենք ձեռք բերում։ Եթե մի փոքր հետ գնանք քո մանկություն, ինչպիսին էր քո կյանքը կենտրոնում ու այդ տարիները դժվար էին քեզ համար, թե փոքր էիր, չէիր զգում։ Ընդհանրապես դժվար էր, բայց արդեն սովորել էինք այդ կյանքին ու թեկուզ մանկատան երեխա լինելով ինձ դա էլ ուժեղ դարձրեց, որ կարողանամ սպորտի մեջ արդյունքների հասնել, դա էլ է կամքի ուժ ձեռք բերելու շնորհքը։ Ես ինքս մանկատան երեխաների հետ շարք արել եմ ու տարբեր երեխաներ տարբեր պատմություններ էին ինձ պատմում ու ես գիտեմ, որ այնտեղ կյանքը միշտ չէ, որ հեշտ է լինում։ Ոչ բոլոր դաստիարակների հետ է հարաբերությունները հարթ լինում։ Այն կենտրոնը, որտեղ դու ապրել ես, հետո սկանդալների կենտրոնում հայտնվեց, փակվեց, այսինքն կենտրոնի հետ կապված կարծիքներն էլ միանշանակ չէին, ինչպիսին էր քո կյանքը այնտեղ։ Դե իմ կյանքը լավ էր, որովհետև ընդհանրապես բոլոր դաստիարակները երեխաների հետ տարբեր ձևերով են վերաբերվում։ Լավ երեխայի հետ լավ, վատի հետ վատ։ Հնարավոր է երբ որ թեկուզ միջնջին սխալ երեխան անի, ջղանյանան շատ, բայց դա էլ դաստիարակից է մեծ մասը գալիս, որովհետև իրանք պետք է մտնեն այդ երեխայի դրության մեջ, որովհետև այդ երեխան ինչ դժվարություն ասած տեսել է ու իրանք պետք է կողքին լինեն, որ երեխան լավ զգա իրան։ Դու քեզ լավ ես զգում այնտեղ, թե դե արդեն շատ ընկերներ ունեինք, բայց ինձ թվում է, որ բոլոր երեխաներն էլ կարիք ունեին ծնողների ջերմությունը զգալու, դրա համար մենք ամեն մեկս փնտրում էինք ինչ-որ մեկին, որ այդ ջերմությունը զգայինք։ կպատմես ինչպես ստացվեց, որ դու քույրիկը հայտնվեցիք մանկատանը, թե Ես չեմ հիշում, որովհետև շատ փոքր եմ եղել, բայց քույրս հնարավոր է չէ։ Չփոքր եմ եղել։ քո ծնողների հետ հետագայում կապ ստեղծվել է, թե ոչ։ Հայրիկիս հետ ոչ, բայց մայրիկիս հետ երբ 12 տարեկան էի, նա որոշեց, որ մեզ պետք է կտանի իր հետ Ռուսաստան, բայց արդեն ինձ թվում է ուշ էր նման որոշում կայացնելու համար, դրա համար չհամաձայնվեցինք, մնացինք այստեղ, բայց դա էլ իր լավ կողմը ունի, որ ես հասա այս արդյունքներին չգնալով։ Մի նուրբ հարց կա, որը ուզում եմ տալ, եթե դեմ չլինես կխոսենք այդ մասին, եթե դեմ լինես չենք խոսի այդ մասին։ Երբ մայրիկը որոշեց, որ գալիս է եւ ուզում է ձեզ իր հետ տանել Ռուսաստան, տես անկախ վիրավորվածությունից, անկախ նեղացած լինելուց, անկախ կյանքի հանգամանքներից երեխաները միշտ կարծես սպասեն իրենց ծնողներին։ Քո մեջ չկար ներքին սպասում կամ ինչ զգացիր այդ ժամանակ, երբ մայրիկը եկավ, ինչու ասացիր ոչ։ Ընդհանրապես սպասում էի ես իրան, որովհետև երբ զանգում էր, միշտ ասում էր, որ ես կգամ ձեզ տեսնելու, բայց միշտ հիասթափեցնում էր ու չէր գալիս, իսկ երբ որ նա եկավ, իմ քույրիկի շատ մոտիկ ընդունելով, նա չգնաց նրա մոտ, իսկ ես, քանի որ նա չգնաց, ես էլ իր հետ որոշեցի, որ նորից ես իր կողքին պետք է մնամ, որովհետև քույրիկիս էի շատ հարազատ ընդունում ու ինքն էր իմ կողքին, դրա համար ես առանց իրա չէի կարող մնալ։ Քույրիկը պատճառներ ուներ չգնալու համար։ Քույրիկս մեծ էր արդեն, ինձ թվում է այդ կանից հետո արդեն դժվար կլիներ նրան ծնող համարելը, որովհետև չգիտեինք էլ թե ես չգիտեի թե նա ով է, իսկ որ անծանոթ մեկը կա ասի թե ես քո մայրիկն եմ, ինձ պետք է ընդունես, պես առանց ջերմություն զգալու չէր լինի ընտանիք։ Այդ պահին զգացողություն էլ չուներ ոչ մի։ Չէ։ Կյանքի հանգամանքները մարդկանց տարբեր են լինում։ Ինչ որ մեկը կարող է երեխաներին տանել կենտրոն, որովհետև ունի առողջական խնդիրներ, շատ լուրջ խնդիրներ, այսինքն դա միշտ ամենածայրահեղ եւ ամենավատ լուծումն է, բայց երբեմն կան մարդիկ, որոնց դեպքում այդ որոշումը արդարացված է, եւ կան մարդիկ, որոնց դեպքում այդ որոշումը արդարացված չէ։ Դա պարզապես պատասխանատվության բացակայություն է եւ այլն եւ այլն։ Դու գիտես
Ինչ դրդապատճառ է ունեցել մայրիկը, որ դուք այնտեղ եք հայտնվել, դու քո մեջ ունես իր արդարացումը, թե ոչ։ Ես արտարացում չեմ գտնում, որովհետև եթե ինչ-որ խնդիրներ լիներ երկու երեխա, երեք երեխա, ինձ թվում է այդքան երեխաներ չէին լինի, եթե մենք այսքանով հայտնվել ենք մանկատանը, դա արդեն հնարավորության հետ կապ չունի։ Պրոստը այդպես է ուզեցել երևի։ Ես շատ փոքր եմ եղել, 1 տարեկան էլ դեռ չկայի, իսկ երբ որ հարցնում եմ մայրիկին, թե ինչպես եղավ, որ մենք հայտնվեցինք այստեղ, նա ոնց որ խուսափ էր այդ պատասխանից, միշտ փոխում էր թեման, դրա համար արդեն էլ կարևոր չի համարում այդ թեման, իսկ հիմա նա էլ չկա, որ ինչ-որ բաներ իմանալու համար հարցնենք նրան։ Իսկ նրա կորուստը ամեն դեպքում քեզ վրա անդրադարձավ, թե օտար մարդ էր ամեն դեպքում, դու չհասկացար, որ մայրիկը կար, հիմա այլևս չկա։ Ոնց որ նույն զգացողությունը լինի, երբ որ չէի ճանաչում, ճանաչելուց հետո էլ նույնը, որովհետև ես ինչ-որ ջերմություն չէի զգում իրանից, ինչ-որ պետք էր մայրիկից գայի, դրա համար կորուստը այդքան չցավեցրեց ինձ։ Իսկ հայրիկի հետ երբևէ կապ հաստատել ես կամ հայրիկը փորձել է գտնել քեզ։ Հայրիկը ես դեռ չէի ծնվել, որ մահացել է, այդպես գիտեմ ես, բայց շատ կուզենայի մի փոքր թեւուս տեղեկություն իմանալ իրանից, բայց ափսոս չկա։ Քույրիկը, եղբայրդ էլ չեն հիշում հայրիկին։ Քույրիկս պատմում է, որ հայրիկը ավելի հոգատար է եղել նրանց հանդեպ, քան մայրիկը, բայց դա քույրիկս էլ է փոքր եղել, կարող է պրոստը այդպես զգացել։ Մյուս քույրիկների ու եղբայրների հետ մենք տարբեր հայրերից ենք, դրա համար չեմ կարող այդ թեմայից նրանց հետ զրուցել, որովհետև կարծում եմ չեն է ճանաչում նրան, չեն է հիշում։ Դու քո մեջ կարողացել ես հաղթահարել այդ թեման, որովհետև շատ նուրբ հարց է, դες ես էլ մի փոքր դժվարությամբ եմ հարցերս տալիս, որովհետև փորձում եմ այնպես ձևակերպել, որպեսզի հանկարծ քեզ ցավ չպատճառեմ, հանկարծ այդպիսի հարցի չմոտենանք, որը կարող է ցանկալի չլինել խոսել այդ մասին, մեզ որպես կանոն ձևավորում են դժվարությունները հենց, բայց մյուս կողմից երբեմն կարող է ցավ ապրես այդ ամեն ինչի համար։ Դու կարողացել ես նաև քո ընտանիքի շնորհիվ հիմա բաց թողնել այդ հարցը, թե երբեմն այդ ցավը ուղեկցում է քեզ։ Ցավը չի ուղեկցում ինձ, որովհետև ես ունեմ կողքին այնպիսի մարդ, որ ես զգում եմ այդ ջերմությունը իրանից, բայց նաև իմ կյանքից չեմ նեղվում, որովհետև դա ինձ ուժեղ դարձրել ավելի։ Ինձ թվում է ընտանիքների բոլոր երեխաները չէ, որ նման կամքի ուժ կարող է ցերկ բերեին, որ այսքան դժվարության մեջ հաղթարեին այդ ամեն ինչը։ Դա միանշանակ ու նաև դու չպետք է նեղվես, որովհետև դա քո պատասխանատվությունը չէ, հա, եթե կյանքի հանգամանքները նույնիսկ այդպեսին են ձևավորվել, դա ոչ մի կերպ քո պատասխանատվությունը չէ, քո պատասխանատվությունը այն սիրուն ճանապարհն է, որը դու հիմա անցնում ես։ Դու խոսում ես քո մի քույրիկի մասին, որի հետ հայտնվել եք մանկատանը, բայց բավականին բազմանդամ ընտանիք եք եղել, 9 քույր եղբայր եք, իհարկե կյանքի ճանապարհը յուրաքանչյուրիդ համար դժվար էր, յուրաքանչյուրը ձեր բարդ պատմությունն է կանցել, բայց բարդությունների միջով կարող եք մեկը մյուսի հետ կապված մնալ եւ մեկը մյուսին օգնելով առաջ գնալ եւ կարող եք ընտրել ճանապարհ, որը եւ ընտրեցիք յուրաքանչյուրդ ձեզ համար ձեր ճանապարհն անցնելու։ Ինչու այդպես ստացվեց։ Ես փոքրն եմ, այդ երեքից մեջ ես իրանց հետ եմ ամենաշատը մոդիկ, մի քույր մի աղբորուց հետ մնացածի հետ, այդպես մի քանիսի հետ ընդհանրապես շփում չկա։ Ինչու։ Որովհետև ինձ թվում է այդքան կարևոր չենք մենք իրար համար, ինչքան որ բոլոր քույր ու եղբայրները, որ կարևոր եմ համարում, մի քույրիկս է, որի շնորհիվ ես սպորտը գիտեցա, մյուս աղբերս էլ աղբորը շատ եմ սիրում, բայց նրա էլ է, հիմա նա է ծրագրավորող է, ու այդպես ինչ-որ հեռու լինենք իրարից շատ։ Շատ ես կարոտում։ Չէ։ Չեմ զգալ ինչ-որ կարոտ։ Որովհետև քեզ սովորեցրել ես չի կարոտել։ Երևի, հա։ Որովհետև արդեն գիտակցում եմ, որ մենք միշտ
Քանի ես սպորտի մեջ եմ, մենք միշտ պետք է հեռու լինենք իրարից։ Էմոցիաները քեզ խանգարում են որովհետեւ հա հնարավոր է ինչ-որ առումով խանգար ենք իրար։ Հիմա ես կենտրոնացած չեմ շփման վրա, ես կենտրոնացած եմ իմ հաջողությունների վրա։ Խնդիրը այն է, որ դու կենտրոնացած չես շփման վրա, թե ժամանակին, երբ ունեիր ավագ քույրիկ, ավագ եղբայր, մտածում էիր, որ գուցե կարող էին թույլ չտալ ձեր հայտնվելը կենտրոնում, կամ գուցե իրենք էլ իրենց բարդ ճանապարհն են անցել։ Ինձ թվում է չէին կարող իրանք անել, բայց չեմ մտածել այդ ուղղությամբ, որ իրանք կարող են ինձ հանել այնտեղից, որովհետև հնարավորությունները քիչ էին։ Դու նշեցիր, որ մյուս քույրիկների, եղբայրների հետ կապ գրեթե չունես կամ առհասարակ չունես։ Երբ դու սկսեցիր հաջողություններ գրանցել, իրենց կողմից կապ հաստատելու փորձեր եղան, թե չէ։ Մի երկուսի հետ եղավ, բայց ես արդեն կտրուկ որոշեցի, որ ես չեմ ուզում, որովհետև եթե կարևոր են համարում, դա ինչ-որ արդյունք անելն էլ արդեն ցույց կտային, որ կարևոր է, ոչ թե արդյունք անելուց հետո նոր որոշեին, որ կարևոր ենք նրանց համար։ Ալեքսանդրա, դու սպորտում ես, դա նշանակում է, որ դու պիտի շատ առողջ լինես։ Ես քեզ նվեր ունեմ իմ գործընկեր Իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից կարող ես օգտվել։ Ատամների առողջությունը եւս շատ կարեւոր է, իսկ Իմպլանտումի հիմնադիրը Հայաստանի գլխավոր ստոմատոլոգն է, այնպես որ կարող ես դիմել իրենց հոգալ քո ատամների առողջության մասին, նաև եթե կոսմետոլոգիական ինչ-որ հարցեր կունենաս, կարող ես դիմել, օգտվել, սիրով կընդունենք քեզ։ Մերսի շատ։ Իմպլանտում էսթետիկ կենտրոնը ընդլայնվելուց հետո ձեռք է բերել նոր սարքավորում։ Viora իսրայելական սարքը Հայաստանում դեռևս միայն Իմպլանտումում է ներկայացված։ Էսթետիկ կենտրոնի ղեկավար բժշկուհի Ելենա Ադամյանը մեզ կպատմի, թե ինչ է իրենից ներկայացնում այս սարքը։ Ողջույն Ելենա։ Ողջույն Ամալիա։ Սարքը բազմակի կիրառություն ունի, որքանով որ ես հասկացա շնորհանդեսին։ Այս սարքավորումը մենք ձեռք ենք բերել պաշտոնական ներկայացուցիչից եւ այն միակն է Հայաստանում, բավականին հայտնի սարք է, ամբողջ աշխարհում տարբեր կլինիկաներում այն կիրառվում է։ Ես ընտրեցի հենց այս սարքավորումը, որովհետեւ պրոցեդուրայից հետո ռեաբիլիտացիոն շրջանը շատ կարճ է տևում, կարելի ասել գրեթե չի լինում։ Աշխատող մարդու համար, հատկապես կանանց համար, դա շատ կարեւորագույն հարց է, որպեսզի կատարեն միջամտություններ եւ ոչ դա չնկատի, իսկ այս սարքը այդպիսի հնարավորություն մեզ տալիս է։ Ինչ խնդիրներ կարող ենք լուծել այս սարքի միջոցով։ Այն իրենց ներկայացնում է 5 սարքեր միաձուլված մեկ սարքի մեջ եւ լուծում է ոչ միայն դեմքի, այլ նաեւ մարմնի խնդիրներ։ Այն մարդիկ, ովքեր չեն ուզում ներարկումներ կատարել, սակայն ցանկանում են երիտասարդությունը պահպանել, կարող են դիմել մեզ եւ մենք կարող ենք լուծել իրենց խնդիրները։ Այդ խնդիրները կարող են լինել երիտասարդացումը, մաշկի պիգմենտացիան, ակնե եւ պոստակնե հետքերը եւ բազմաթիվ խնդիրներ։ Սարքը ունի մի քանի գլխիկ, յուրաքանչյուր գլխիկը ինչ որ մի խնդիր է լուծում։ Օրինակ, էնդիակ գլխիկը, որը լուծում է մեր մազանոթային խնդիրները, հղիությունից հետո աստղիկները, որոնք առաջանում են, հա, մեր ոտքերի վրա կարող են լինել, օրինակ դեմքի վրա կարող առաջանալ, այս լազերի միջոցով հնարավոր է ձերբազատվել։ Ուզում եմ նշել, որ մենք անպայմանորեն համագործակցելու ենք անոթաբանի հետ, ում ցուցումով էլ իրականացվելու են նման միջամտությունները։ Մյուս գլխիկը դա մեր VFR գլխիկն է, որը ֆրակցիոն ռադիոհաճախականությամբ գլխիկ է, այսինքն իրականացնում է մաշկի երիտասարդացում։ Այն ոչ ինվազիվ մեթոդ է եւ ոչ ասեղային ճանապարհով իրականացնում է կոլագենի ստիմուլյացիա մեր մաշկում եւ բերում է օրինակի համար, եթե կան փոսիկներ, որոնք առաջացել են ակնե հիվանդությունից հետո, այն հզոր կոլագենի սինթեզ է իրականացնում եւ կարող է հարթեցնել մաշկը։ Այն կարող է նաեւ որպես հակատարիքային մեթոդ լինել եւ այն մանր կնճիռները, որոնք առաջանում են, նույնպես կարող ենք վերացնել այս գլխիկի միջոցով, այսինքն այն բուժառուները, ովքեր խուսափում են ներարկում կատարել, կարող են դիմել եւ մենք կարող ենք ոչ ինվազիվ մեթոդով խնդիրը լուծել։ Մեր մյուս գլխիկը դա VST գլխիկն է, որը
բավականին ոչ տրավմատիկ է եւ առաջին իսկ պրոցեդուրան կատարելուց հետո մենք ունենում ենք lifting effect, հզոր կոլագենի եւ էլաստինի սինթեզ է ապահովում եւ ինչը մենք գիտենք, որ այդ նյութերը մեր մաշկի կարկասն են, որովհետեւ մաշկը կարող է երիտասարդ մնա։ Նման պրոցեդուրաները պետք է կատարել կուրսով։ Մենք ունենք մշակած այդ կուրսը եւ յուրաքանչյուր իհարկե բուժառուի համար անհատական մոտեցում կցուցաբերվի։ Եվ մեր մյուս գլխիկը դա V-form գլխիկն է, որը կարող ենք կիրառել եւ մարմնի եւ դեմքի վրա։ Այս գլխիկը իրականացնում է բոլորի շատ սիրելի ցանկալի նիհարեցումը, կրկնակզակի վերացումը հենց դեմքի հատվածում, եթե կան արտահայտված այտոսկրեր, դա նույնպես կարող ենք փորձել դեմքը մի փոքր նիհարեցնել։ Այս գլխիկի լավ լինել ինչու՞մն է կայանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում եւ վակուում է իրականացնում, որը ազդում է մեր արյան շրջանառությունը լավացնում է եւ բերում է մաշկի ձգման եւ RF է տալիս, այսինքն իրականացնում է ճարպայրում։ Նույն պրոցեդուրայի ժամանակ մենք կարող ենք ունենալ եւ նիհարեցնող, ճարպայրող պրոցեդուրա եւ իհարկե մաշկը ձգող։ Այսինքն սրանով մենք կարող ենք ունենալ ջոլի պրոֆիլ ասվածը, մի փոքր ավելի սրացած դնչիկ, կրկնակզակի վերացում եւ ստորին ծնոտի անկյունների ընդգծում։ Այո, իհարկե կարող ենք ունենալ, սակայն պետք է մեր անատոմիան դա թույլ տա։ Դրա համար շատ կարեւոր է անհատական մոտեցումը ցույց տալ։ Շատ դեպքեր է լինում, որ մարդիկ կրկնակզակի վերացումից հետո իրենք էլ զարմանում են, որ իրենք ունեն այդ ոսկորը եւ կարիքը չէր լինում ընդհանրապես կատարել ֆիլերային աշխատանք։ Եթե կլինեն ցուցումներ, որ պետք է կիրառվի լիպոլիծիկներ, այն ավելի իհարկե լավ արդյունք կարող է բերել, սակայն առանց դրա նույնպես իր առավելություն հենց կանում է դրանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում։ Իհարկե կլինեն անհատական դեպքեր, երբ որ չկա կորած է այդ անկյունը, մենք հետագայում կարող ենք դա ֆիլերի միջոցով ընդգծել, սակայն առաջնային անպայման այդ կրկնակզակը, որը առաջանում է, որը փոխում է ընդհանրապես դեմքի օվալը, մենք կարող ենք առաջնային վերացնել այդ կրկնագզակը եւ բնական ընդգծել ոսկորը եւ գուցե եւ ընդհանրապես կարիք էլ չլինի ֆիլերային աշխատանքի։ Իսկ սարքի միջոցով որևէ խնդիր լուծել է, ենթադրում եմ մեկ անգամյա այց, թե սա ավելի համալիր մոտեցում է պահանջում։ Գիտեք, կախված է նախ դեպքից, դրա համար է շատ կարևոր առաջնային կոնսուլտացիան, սակայն կան պրոցեդուրաներ, որոնք մի քանի այց են ենթադրում։ Լավ արդյունք ստանալու համար բնականաբար մենք բոլորս հասկանում ենք, որ մեկ այցով երբևէ լավ արդյունք չենք կարող ունենալ։ Սարքի պրոցեդուրաները ենթադրում են նաև համակցում այլ պրոցեդուրաների հետ, թե առանձին պրոցեդուրաներ են։ Կարելի է իրականացնել եւ առանձին, եւ համակցված, դա շատ ինդիվիդուալ է, սակայն եթե ցանկանում ենք ունենալ շատ լավ արդյունք, բնականաբար համակցված տարբերակը ավելի նախընտրելի է։ Նոր սարք Հայաստանում միակն է, թանկ է։ Ոչ, շուկայական գների համեմատ ինքը բավական միջին գնարժեք ունի եւ կարծում եմ հասանելի կլինի մեր բնակչությանը։ Ելենայի Instagram-յան էջը եւ իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Դու նշեցիր, որ հիմա կողքիդ կա մարդ, որը քո դեպքում լրացնում է այդ ամեն ինչը։ Դու ավելի հաճախ խոսում ես Քրիստինեի մասին, որովհետև եւ քո մարզիչն է, եւ քո մայրիկը դարձավ, եւ հոգատարությունն է քեզ տալիս, բայց դու ինտեգրվեցիր ընտանիքի, որտեղ կար նաեւ հայրիկ։ Մյուսների հետ փոխհարաբերությունները ինչպես ձևավորվեց։ Հայրիկի հետ եմ շատ մտերիմ, ես շատ տեղեր նմանեցնում եմ ինձ իրեն, թե կառուցվածքով, թե բնավորության մի մասով մենք շատ նման ենք իրար, կողքից էլ որ նայում են, ինձ ասում են, որ դու հայրիկից շատ ես նման, ու ես էլ նրան եմ շատ սիրում, բայց քանի որ իմ կարիերայի մեծ մասը մայրիկն է, դրա համար ես շատ խոսում եմ նրա մասին, որովհետև միշտ ինքն է իմ կողքին, իսկ նրանից ընդհանրապես չեմ ամաչում, բայց հայրիկից ինձ թվում է բոլոր երեխաներն նրանց հայրիկից ամաչում են մի փոքր։ Իրեն էլ ես անունով դիմում։ Իրան անունով կդիմեմ, բայց երբ որ ինչ-որ մեկի մոտ կպատմեմ կամ խոսեմ, կասեմ հայրիկ, մայրիկ, տատ, այդպես է։ Առաջին անգամ հեշտությամբ ասացիր հայրիկ, մայրիկ։ Առաջին անգամ ուշ կսեի, իսկ հիմա արդեն հնարավոր է միշտ խոսեմ իրանց մասին, որպես ծնողներ։ Երբ դու նոր էիր, ընտանիքին ինտեգրվում, քո զգացողությունը ինչպիսին էր, թե պարապմունքների ընթացքում դու այդքան չէիր զգում այդ փուլը։ Մարզումների ժամանակ չէի զգում, բայց երբ որ նրանց տուն գնացի մարզիչից, սկզբից դժվար էր ինձ այնտեղ ապրելը, որովհետև ինձ ամաչում էի, այդպես ասեմ, բայց
ինչքան սկսեցի նրանց հետ ապրել, այդքան հաշտվեցի արդեն նրանց։ Ինչից էիր ամաչում։ Նոր շրջապատերից։ Անծանոթ ավելի շուտ։ Անծանոթ էին, բայց մարդկանց հետ շփվելով ավելի մտերմություն ձեռք ես բերում։ Դրա համար ինչքան շատ շփվեցի, այդքան մտերիմ եղանից։ Արդեն մոտ էին ինձ, ծնողներ համարելով ինձ թվում է արդեն սխալ կլիներ ամաչել է ինչ-որ բանից, դրա համար միաժամանակ ընտանիք ենք դարձել մենք։ Ձեր օրերը իրար հետ ավելի ուրախ են անցնում, թե ամբողջ օրը կենտրոնացած եք բուն մարզումների վրա։ Չէ, մենք տանը աշխատում ենք մարզումներից չխոսել, որովհետև պետք է մի քիչ էլ մեր ուղեղը հանգստանա մարզադահլիճից։ Առօրյան ճիշտ է սպորտն է, բայց աշխատում ենք շատ չկենտրոնանալ դրա վրա։ Մարզադահլիճի խստությունը տանը կա, թե չէ։ Տանը նույն խստությունը չէ, բայց քանի որ մարզիկին պետք է դիսցիպլինա, դրա համար պետք է խիստ լինի, բայց արդեն ես փոքր չեմ, հասկանում եմ, որ պետք է պահեմ այդ դիսցիպլինան, որ կարողանամ արդյունքների հասնեմ, դրա համար էլ չենք խոսում այդ մասին։ Փոքր ժամանակ չէիր համակերպվում։ Փոքր ժամանակ անդադ հեռախոսի մեջ էի, այդ ժամանակ խիստ էր, նույնիսկ հեռախոսս վերցնում էր գիշերները, որ ես շատ չլարվեմ, հեռախոսը ձեռքս չվերցնեմ, ու այդպես արդեն սովորել եմ, որ պետք է մի քիչ կտրվեմ հեռախոսից, որ չխանգարի ինձ։ Երբ դու գնացիր ընտանիք, այնտեղ արդեն կար բալիկ, որը սովորել որ ամբողջ ուշադրությունը իր շուրջ պիտի լինի, եւ տանը հայտնվեց երկրորդ երեխա, որի հետ պիտի կիսեր մայրիկի ուշադրությունը բավական չէ, դու նաեւ մարզվում ես եւ ամբողջ օրներ քո անցնում մայրիկի հետ, ինչպես քույրիկը ընդունեց քեզ։ Ինձ թվում է քույրիկի մեջ մի քիչ խանդ կար, որովհետեւ մինչև իմ գալը ուշադրությունը ամբողջը իր վրա էր, բայց քանի որ ես սպորտսմեն եմ, ինքն էլ իշքան մեծանում հասկանում է, որ ինձ էլ է ուշադրությունը պետք, որովհետև պետք է մենք միշտ իրար հետ լինենք ու ինձ էլ ընդունեց որպես քույրիկ, այդպես համակերպեցինք ամեն ինչ հետ։ Երբ արդեն ծնվեց փոքրիկը, ստացվում է, որ փոքր քույրիկի դեպքում իր ծննդից սկսած արդեն ընտանիքում ես եղել։ Այս դեպքում հարաբերությունները ինչպես ձևավորվեցին։ Այդ դեպքում արդեն շատ լավ, դե փոքրերի հետ միշտ էլ ուրիշ ձև է հարաբերությունները, քանի որ ես փոքրիկ երեխա շատ եմ սիրում, այն է աղջիկ երեխա, դրա համար ավելի շատ սկսեցի փոքրիկին սիրել ու ինքն էլ ինձ թվում է ինձ էլ է կարևոր համարում իր կյանքում փոքրիկ լինելով, ու հիմա արդեն 7 տարեկան է, այդպես մենք արդեն որպես քույրեր գնում ենք առաջ իրար հետ։ Իսկ մյուս քույրիկի հետ մեկ լինում է, որ օրինակ լինում է չէ տան անդամները, ինչ որ մի բանի շուրջ կարող են վիճել, մի բանի շուրջ չկարողանան կիսել, ինչ որ մի բան լինում է, որ այդպես ինչ որ բան չկարողանան կիսել, թե չէ։ Մարզ երկրիցների հանունով համար մենք ավելի շատ ուշադրություն պահանջենք երկրիցներից, որովհետև ինքը փոքրիկին է ավելի շատ ուշադրություն դարձնում, բոլոր ծնողները ինձ թվում է փոքրիկներին ավելի շատ ուշադրություն դարձնում, բայց ես այդքան չեմ նեղում, որովհետև ինքը միշտ իմ կողքին է, կապ չունի տանն ենք, թե մարզադահլիճում, իսկ Անգելինան մյուս աղջիկը միջնեկը մեր ինքն էլ է շատ ուշադրություն պահանջում, ինքն է խանդելով փոքր քույրիկին դրա համար։ Լինի անձնական առիթ, թե նկարահանում ես իմ արտաքին տեսքը մշտապես վստահում եմ բյութի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին։ Երևանի սրտում Սարյան 19 հասցեում արդեն գործում է բյութի ֆաբրիկի նոր շքեղ սրահը։ Այս արդեն նրա մասին չէր, որ փոքրիկ տեղից հնարավորինս շատ գումար աշխատենք։ Այս այն պահն էր, որ ուզում էի, որ իմ հաճախորդը իրեն զգար ըստ արժանվույն սպասարկված։ Շատ հաճախ ցավոք սրտի քեզպես մեծ ապագա ունեցող աղջիկները սխալ ընտանիքներ են ընկնում, որովհետև իրենց այլ տեսանկյունից են դիտարկում։ Ես որքան գիտեմ, Քրիստինեն ընդհակառակը, հա, քո ամբողջ աշխատած գումարը քո անունով ավանդ է դնում, փորձում է չօգտվել այդ միջոցներից եւ այլն։ Այս ճանապարհը ինչպես անցավ։ Երկրիցների մարտիսաղը այդ առումով շատ լավն է, որովհետև երբ ես ինչ-որ հաջողություն էի ունենում, մենք այդ գումարը հավաքում ենք, նպատակ էինք դրել, որ տուն առնենք, այդ գումարով տուն գնացինք միասին ու հիմա պետք չի խոսել նպատակների մասին, բայց ուզում ենք նորից ձեռք բերել տուն, որովհետև ապագայում եթե մենք արդյունք չունենանք գոնե սպորտից, մեզ դժվար չի լինի ապրելը
Դա ընտանիք ստեղծելուց հետո էլ հեշտ կլինի արդեն։ Դուք իհարկե կունենաք այդ արդյունքը սպորտից, բայց առաջին բնակարանը, որը ձեռք բերեցիք 10-ամյակի արդիվքով, ձեռք բերեցիք Գյումրիում, ես որքան գիտեմ, դա եղել է հենց քո ցանկությունը։ Ահա, համ մարզատալեջին էր մոտ, համ իրան էր մոտ, դրա համար էլ որոշեցինք հենց այդտեղ։ Բայց դու այդ տանը չես ապրում հիմա։ Չէ, նորից մարզիչից հետ։ Ու ինձ թվում է ոչ էլ միտք կլինի առանձին ապրելու։ Որովհետև քեզ համար շատ կարևոր է այն ջերմությունը, որը հիմա գտել ես։ Մենակ դա չէ, որովհետև արդեն մենք կապնված ենք իրար հետ, համ էլ ես ինձ համարում եմ լիարժեք տան անդամը, նրանց աղջիկը, այդպես ավելի հեշտ է համ ինձ, համ իրանց, որ մենք միշտ իրար հետ ուշադրության կենտրոնում ենք։ Ալեքսանդրա, ժամանակին քեզ հենց ծանրամարտն էր շատ հետաքրքրում, թե ծանրամարտը դարձավ մի ճանապարհ, որի շնորհիվ դու կենտրոնից դուրս էիր գալիս ու ուրիշ աշխարհ էիր տեսնում, ուրիշ միջավայր էիր տեսնում։ Համ շրջապատը, համ սպորտի նվիրվածությունը, ընդհանրապես տեղյակ չէի ես սպորտից, այն ծանրամարտից։ Քույրս շատ ուժեղ էր, իրան ուզեցան տանի ծանրամարտից, սպորտի շնորհիվ ձեռք բերեցինք մեծ շրջապատ։ Ստացվում է, որ նաև ճանապարհը քեզ բաժանեց ինչ-որ առումով քույրիկից, որովհետև Քրիստինեն չէր կարող որդեգրել երկուսիդ, դու արդեն սկսեցիր ապրել Քրիստինեի հետ, քույրիկը մնաց կենտրոնում։ Սա ինչպես ձեզ տրվեց ու քո հարազատ քույրիկի հետ, հա, հետո հարաբերությունները ինչպես ձևավորվեցին, հիմա հաճախ եք տեսնվում, թե ոչ այնքան։ Քույրիկիս համար բարդ էր, բայց իմ համար այդքան էլ չէ։ Դժվար ընդունեցինք, որովհետև մենք իրար հետ շատ կապնված էինք, ես քույրիկս, բայց երևի համակերպավ այդ մտքի հետ, որ ինքը նվիրված չէ սպորտին դրա համար, ինքն էլ իմ հետ չկարողացավ գալ այնտեղ, կամ էլ համակերպավ, որ մարզիչս հնարավորություն չուներ երկուսիս էլ տանելու։ Իսկ հետո հաճախ եք հանդիպում, թե կար շրջան, երբ ավելի քիչ էիք արդեն հանդիպում քույրիկին։ Կար շրջան, որ մենք քիչ էինք հանդիպում իրար, ինքը ապրում էր Հրազդանում, երեխա էր ունեցել այդ ժամանակ, բայց հիմա արդեն Գյումրիում մարզիչս դիմեց քաղաքապետարան, որ նրան էլ տուն տան, որ ապահովված լինի, կարողանա նա է սպորտի մեջ արդյունք ունենա Գյումրիում։ Հիմա նա էլ է մարզվում, բայց բալիկ ունի, ինձ թվում է հիմա մեր ուշադրությունը ինքն է, որ ինքն էլ արդյունք ունենա, կարողանա իր երեխային ապահովի ամեն ինչով։ Հետո մենք մենք արդեն արդյունքներ ունենք ու մենք այդ արդյունքներին ավելի բարձր արդյունքներին հասնելու համար մեզ շատ ճանապարհ է սպասվում, բայց քույրիկից թեկուզ այս 2026 թվականի մի մրցումը արդեն հերիք կլինի, որ կարողանա իր սպասումները արտարացնել։ Ինքը երկար չի ուզել սպորտի մեջ մնա, դժվար է հիմա իրան։ Հոներս գալող տարի արդյունքն է, թե գումար կուտան, դրա համար կսեմ կարողանա ապահովել երեխային, որ սպորտից դուրս գա ինքը։ Իսկ ես դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու։ Ես գիտեմ, որ դու ուզում ես, որ բոլորը իմանան, որ դու լիարժեք ընտանիք ունես, ու նաև ես հարցազրույցնել, հա, ցանկացար տալ նաև նրա համար, որպեսզի մարդիկ պատկերացնեն, որ դու ունես քո ընտանիքը, որովհետև ամեն անգամ քո հաջողությունների մասին խոսելիս շեշտվում է նաև մանկատան լինելը, բայց դու վաղուց արդեն մանկատան չես, վաղուց արդեն ունես քո ընտանիքը։ Այդ քննարկումները երբ սկսվում են, շատ է սրտ նեղում։ Սկզբից հա շատ նեղվեի, բայց հա ես չեմ նեղվում եմ փաստից, որ ես մանկատան սան եմ եղել, բայց նեղվում եմ մարդկանց խոսակցություններից, որովհետև դա չի նշանակում, որ նրանց խոսակցության առիթ պետք է տա։ Ընդհանրապես մարդիկ, որ խոսում են, չեն մտածում դիմացինին նեղեցնելու մասին, նրանք մտածում են նրանց լավ լինի այդ խոսակցությունից հետո, դրա համար շեշտում են այդ ամեն ինչը, բայց հիմա էլ չեմ նեղվում, քանի որ դա էլ է իմ հաջողության մեծ մասը ներդրումը է, այդ կարելի ասել, դրա համար ես չեմ նեղվում մանկատան լինելուց։ Նեղվելու ոչինչ չունես այն իմաստով, որ դու չես արել որևէ սխալ, որի համար քո կյանքը այդպես է դասավորվել, դա քո պատասխանատվությունը չէ բացարձակ։ Քո կյանքում այդ տարիներից բացի եւս մեկ բարդ շրջան եղավ, երբ դու դարձար աշխարհի բրոնզե մեդալակիր, բոլորը ասում էին, որ դու հրաշալի արդյունք ունեցար եւ իսկապես աշխարհի բրոնզե մեդալակիր լինելը բավականին մեծ արդյունք է, բայց այդ շրջանը
քո կյանքում բավականին բարդ էր ու իրականում դու ոսկե մեդալի էիր գնում, բայց գուցե եւ քո կյանքի այդ փուլի հանգամանքները, այնպես դասավորվեցին, որ գուցե ազդեցին այդ մրցումների ժամանակ քո ներկայանալու վրա։ Դու դեմ չես մենք խոսենք այդ մասին։ Դեմ չեմ, կարող ենք խոսել այդ մասին։ Դա քո կյանքի այն շրջաններ, երբ մի քանի տարի ընտանիքում ապրելուց հետո ինչ որ մի շրջան որոշեցիր, որ կփոխես քո ընտանիքը։ Ինչու նման որոշում կայացրիր։ Առանց գիտակցելու։ Այդ միանգամից ստացվեց, ես էլ չհասկացա, թե ինչպես իսկ աշխարհի առաջնությունից առաջ դա ինձ խանգարեց, բոլորն էլ ավեշուտ բոլորը չգիտեն, բայց իմ մարզիչս տեսնում էր, որովհետև մարզումներին ես վատ մարզումներ էի ունենում, նույն ձև չէր ինչ որ առաջ։ Կար ինչ որ մի բան, որից դու նեղվում էիր ու դրա համար ամեն դեպքում մտածում էիր, որ պիտի փոխես ընտանիքը։ Չէի նեղվում ինչ որ բանից, բայց հետո երբ որ սխալ որոշում կայացրեցի, դա էլ մեծ դաս եղավ թե իմ կյանքում, հասկացա, որ պետք չի նվիրվել բոլորին։ Ուր էիր գնացել։ Կենսոնի աշխատողներից մեկի տան էի գնացել, իրանց էլ էի շատ սիրում, ավեշուտ իրանց չեմ, իրան։ Ընտանիքում արդեն դու հայտնվեցիր մի իրավիճակում, որտեղ այս պարագայում պարզապես որոշել էին ընտանիք ինտեգրել հաջողակ սպորտսմենի։ Ես նվիրվել էի, չհասկանալով, որ ավելի շուտ մտածելով, որ իրանք էլ փոխադարձ հարաբերությունների մեջ կլինեինք մենք, մտածեցի, որ ինչքան որ իրանք են կարևոր իմ համար, այդպես էլ ես իրանց համար, բայց պարզվեց, որ դա այն չէր, ինչ որ իմ մտքին էր, միայն ես էի նվիրված մեզանից։ Տես, բայց նվիրվելուց բացի այն, որ դու նվիրվել էիր ընտանիքին, դու արդեն ունեիր ընտանիք։ Այս ընտանիքում ինչ որ մի բան կար, որից սրտնեղում էիր, գուցե մանկական մտածողությամբ մտածում էիր, որ ճիշտ չէ, գուցե չգիտեմ, սպորտի մեջ որոշակի դիսցիպլինա կա, դու առօրյայում խուսափում էիր դրանից, որովհետև դու կյանքի փորձ չունեիր, դու նոր էիր մտնում կյանք, երբեմն մարդիկ կարող են խաբվել, մարդիկ հասուն տարիքում են խաբվում, իսկ դու դեռ պատանի էիր։ Ինչն էր, որ քեզ դրդեց այդ քայլին ու ինչպես դու Քրիստինեին ասացիր այդ մասին։ Դե մինչև ասելս նա զգում էր, որ ես ուզում էի գնալ տնից։ Դժվարությամբ ստացվեց, զգաց, որ ես այնտեղ անտատ ուզում եմ այնտեղ գնալ ու նա իմ հանգստության համար ճիշտ է մի փոքր նա դեմ էր դրան, նրանց չճանաչելով, բայց եթե զգում էր, որ ինձ ավելի լավ է այնտեղ, իսկ ես այնտեղ էի ուզում նրա համար, որ ասեցի, որ խստության համար, սովոր չէի խստությանը, երևի դրա համար էլ ուզեցա մի փոքր հեռու գնամ մարզիչից, բայց հիմա հասկանում եմ, որ ինչքան էլ որ խիստ լինի, դա օգուտ է, ոչ թե վնաս։ Դրա համար միշտ ինձ թվում է կյանքում նույն սխալը չեմ անի։ Հետո ինչպես ասացիր, որ ուզում ես վերադառնալ, որովհետև բավականին դժվար է, գնալուց հետո ասել, որ ես սխալվեցի, ուզում եմ վերադառնալ։ Ես դժվարանում էի ասել, բայց մարզիչս, էլի բրսել մարզիչս, նա զգում էր, որ ես ուզում եմ հետ գամ, իմ հոգեվիճակը այն չէր, որ ես կարողանամ մրցումներին մասնակցել, ու այդպես իր ընտանիքի անդամների հետ զրուցելուց հետո համակերպեցին նորից, որ ես պետք է գնամ, դե բոլորի համար դժվար կլիներ իմ հետ գալը, նրանց համար դժվար կլիներ, բայց քանի որ զգաց, որ ես էլ եմ ուզում ու հասկացել եմ իմ սխալը, դրա համար նորից ինձ շանս տվեցին ու ընդունեցին նորից իրենց ընտանիքի անդամը։ Ադապտացիան ավելի բարդ չէր, քան առաջին անգամ էր։ Մինչև գնալն էր բարդ, որովհետև մտածում էի, որ ինձ սխալ կընդունեն, որ հնարավոր է ես նորից նույն քայլը անեմ, բայց արդեն ես հասուն էի ու արդեն հասկացել էի սխալներս, դրա համար էլ չեմ։ Դա երևի թե պատանեկան տարիքի են բարդ շրջանն է, որ յուրաքանչյուր ընտանիքում յուրաքանչյուր պատանի անցնում է ընտանիքի անդամների հետ, քո դեպքում դա այդպես արտահայտվեց, բայց երբ դու ինքդ նկատեցիր, որ սխալվել ես, ինչ էր այդ շրջանը նշանակում քեզ համար, որովհետև առաջին փուլում
երբ դու հասկացար, որ սխալվել ես, դու ոչ ոքի հետ չէիր կարողանում խոսել այդ մասին, չէ՞։ Որովհետև չգիտեի ինչպես սկսեմ այդ խոսակցությունը, ինչպես կընկալ են ինձ, դրա համար չէի կարող այդ մասին խոսել, ինչքան ներսկցի դա ավելի բարդ եղավ։ Եթե ես չեմ սխալվում, այդ շրջանից հետո դու նաև հոգեբանի հետ ես աշխատել, որպեսզի հաղթահարես այդ փուլը քո կյանքում։ Իմ հոգեվիճակը լավ չէր այդ ժամանակ, անդադ լարվածության մեջ էի, թե ինչ պետք է լինի։ Մարզիկի համար ամենակարևորը հոգեվիճակն է, որը իմ մոտ չկար, այդ հոգեվիճակը լավ չէր։ Հավաքների ժամանակ չէի կարող կենտրոնանալ մարզումներին, դիմեցինք հոգեբանի, որ խոսեմ հետը, իմանամ թե ինչն է խնդիրը, որ այդպես է, ու սկսեցի խոսել արդեն, որովհետև զգում էի, որ կարելի ասել խորտակվում եմ։ Ու այդպես նա էլ ինչ-որ ներդրում ունեցավ իմ սխալ կյանքից դուրս գալու, նոր կյանք սկսելու, այդպես ասած։ Հիմա փառք Աստծո ամեն ինչ լավ է, կարողանում ենք արդեն գնալ մեր մեծ նպատակների հետևից։ Ընկեր Քրիստիկի հետ կարողանում էր արդեն ազատ խոսել էմոցիաների մասին, թե դեռ չէ։ Նրա հետ միշտ կարող էի, ես ամեն հարցում նրա հետ կխոսեմ, որովհետև սպորտից դուրս էլ նա ամեն ինչ հասկանում է, որովհետև նա էլ է շատ բարդ կյանք ունեցել։ Դրա համար ես վստահում եմ, որ ինքը ինձ երբեք սխալ խորհուրդներ չի տա, տան մթնոլորտում, մարզադահլիճում էլ որպես մարզիկ։ Ուղղակի այդ ժամանակ արդեն բարդ էր խոսել իմ համար, որովհետև չգիտեի ես դե փոքր էի, ու փոքր 18 տարեկան էի, բայց ես էլ չէի հասկանում, թե որն է ճիշտ, որը սխալ։ Դրա համար չգիտեի, թե ինչպես խոսեմ, բայց քանի գնաց զգացի, որ դա սխալ է, ու նոր սկսեցի խոսել հետը, որ հասկանանք, թե ինչպես անենք, որ էլ չլինի այդպես։ Դու ինչ-որ առումով նաև ամաչում էիր, որ ինչ-որ պահի գուցե այդ պատանեկան բախումներից ելնելով, ամբոստությունից ելնելով, բայց նեղացրել էիր իրեն։ Շատ էի նեղացրել, ես էլ հասկանում էի, բայց իմ գնալուց հետո նրա համար էր դա շատ բարդ, որովհետև մենք արդեն սովորել էինք իրար, բայց նա չէր ուզում ցույց տալ դա, որովհետև ինձ էլ վնաս կլիներ։ Իմ հետ գալուց հետո երկուսս էլ շատ ուրախացանք, որ մենք նորից համախմբվեցինք։ Բայց այդ ընթացքում դու շարունակում էիր մարզվել, այսինքն նորից բավականին մեծ հաճախականությամբ հանդիպում էիր Քրիստինեին։ Ինչպիսին էին այդ շրջանում ձեր հարաբերությունները, երբ դու մարզվում էիր, բայց տանից գնալու որոշում էիր կայացրել։ Ես չէի մտածում, որ սխալվել էի, բայց նեղվել էի այն փաստից, որ ես դուրս եմ եկել այդքան ժամանակ ապրելուց հետո։ Մարզումներին հաճախում էի մի քիչ նեղված նրա համար, որ դուրս եմ եկել այնտեղից, բայց մարզիչս ցույց չէր տալիս իր նեղվածությունը, որ ինձ չխանգարի մարզումներին, որ այդպես իշքան գնաց, այդքան դեպի վատը գնաց իմ հաջողությունները։ Դրա համար զգացինք, որ ինչ-որ բան այն չէ։ Իսկ դու երբ հասկացար, որ սխալվել ես, ինչ էր կատարվում այն ընտանիքում, ուր գնացել էիր, որ դու հասկացար, որ սխալվել ես։ Որպես մեծ ես էլ իմ որոշումները սիրում եմ կայացնել, բայց իրենք սահմանափակում էին այդ խնդիրները ընտանիքի հետ էր կապված։ Ես այնտեղից շատ նվիրված էի հենց այդ դաստիարակին, նրա համար էի այդտեղ գնացել, որոշ ժամանակ հետո հասկացա, որ ես սխալ էի։ Ալեքսանդրա, դառնալով Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, դու նաև գումարներ ես սկսում վաստակել, որոնք տես այս պարագայում արդեն ունեն իրենց արտացոլանքը, հա։ Դու ձեռք բերեցիր քո բնակարանը Գյումրիում, նպատակ ունես Երևանում տուն գնելու, այսինքն այդ միջոցներից թեկուզ փոքր ծախսեր կարող ես անել, բայց քո հիմնական միջոցները քեզ են ծառայում, քո նպատակներն են ծառայում։ Այն ժամանակ, երբ այլ ընտանիքում էր, այդ միջոցները նույն կերպ քեզ էին ծառայում, թե այդ միջոցները, որոնք դու վաստակում էիր, ծառայում էին ամբողջ ընտանիքին։ Ես չէի զգում, որ դա այդպես է, ծառայում էր ամբողջ ընտանիքին, որովհետև ուզում էի ինչ-որ լավություն արած լինեի նրանց, քանի որ ես այնտեղ էի ապրում, ուզում էի, որ ես ինչ-որ բանով օգնած լինեի, բայց զգում էի, որ ինչքան որ շատ եմ աշխատում, այդքան օգուտ չէի զգում դրանից, որովհետև որոշել էինք, միջև այդել էինք որոշել, որ տուն պետք է գնենք ու զգում էի, որ հնարավորություններ չունեմ, արդեն սահմանափակ էր, չկար այդ հնարավորությունները, զգացինք, որ
պետք է այնտեղից դուրս գամ, որ կարողանամ իմ նպատակին հասնել։ Տես դու նշեցիր, որ խնդիրը հիմնականում ընտանիքի անդամների հետ էր, բայց ի վերջո քո հիասթափությունը քո դաստիարակից էր, որի մոտ գնացել էիր, թե ընտանիքի անդամներից էր, ու արդյոք որևէ կապ պահպանել ես իրենց հետ։ Ընդհանրապես ընտանիքի լարվածություններ, բայց քանի որ ես նվիրված էի այդ դաստիարակին, դրա համար իմ հիասթափությունը նրանից ավելի մեծ եղավ։ Արդեն զգում էի, որ ես այդ ընտանիքի անդամ չեմ կարող լինել։ Ըստ էության երկրորդ ընտանիքը քեզ որոշեց ինտեգրել այն ժամանակ, երբ դու գումարներ էիր աշխատում, երբ դու արդեն կարող էիր նաև ինքնուրույն լինել, բայց դա միշտ կարելի է մատուցել այնպես, որ մենք իրեն պահեցինք։ Դու հիմա սրտնեղում ես այդ խոսակցություններից, երբ որևէ տեղից նման արտահայտություն ես լսում։ Արտահայտություններից նեղում եմ, որովհետև մենք ինչ որ ձեռք ենք բերել ես ու մարզիչս իրար հետ, դա այնպես է խոսացվում, որ նրանք են արել իմ համար, բնակարան գնելը, բայց քանի որ դա մենք ենք ձեռք բերել ես ու մարզիչս իրար շնորհիվ մեր հաջողությունների, դրա համար մեզ դուրս չի գալիս այդ խոսակցությունները։ Դու քո դաստիարակի հետ որևէ հարաբերություն պահպանել ես դրանից հետո։ Սկզբից հա, որովհետև միանգամից կրուկ հեռանալը դժվար ստացվեց ավելի, միանգամից չկարողացա հեռանալ, բայց զգացի, որ արդեն դա էլ սխալ խոսակցություններ կեղներ, ու այդպես կամաց-կամաց սկսեցինք, որոշեցինք, որ պետք է ընդհանրապես չխոսել իրար հետ, որովհետև դա իմ կարիերային ավելի վնաս կլիներ, թե լարվածությունը նրանց հետ, թե արդեն կողքի խոսակցությունները։ Ես միտումնավոր չեմ հնչեցնում քո դաստիարակի անունը, որպեսզի ամեն դեպքում նրան չվնասենք, բայց քո մեջ մինչև հիմա վիրավորվածություն մնացել է։ Ես նեղվում եմ, որ ես վստահեցի իրան ու ինձ թվում է դա շատ վատ է, երբ որ վստահությունը արդեն կորցնում ես մարդկանց հանդեպ ու այլ ինձ թվում է ես չեմ կարող վստահել ինչ-որ մեկին լիարժեք։ Ընտանիքից դուրս էլ չեմ վստահում ոչ մեկի։ Ես չեմ փորձում մտածել իրաց մասին։ Դու շատ հաճախ հիմա արդեն մեկնում ես արտերկիր, մեկնում ես մրցումների, այսինքն քո ճանապարհը որքան դժվար է, որովհետև ծանրամարտը բավականին բարդ սպորտաձև է։ Մյուս կողմից նաև այդ նոր հետաքրքրություններն են, տարբեր մարդկանց հետ շփումն է, նոր միջավայր ու շրջապատ ձեռք բերելն է։ Ինչպես է քեզ մոտ ստացվում ինտեգրացիան, առհասարակ մարդկանց հետ շփումը։ Մարդկանց հետ շփումը շատ լավ է ստացվում, բայց երբ որ գնում եմ մրցույթների, ինձ համար կարևոր է մենակ իմ մրցույթը։ Ես էլ ուշադրություն չեմ դարձնում, թե ինչպիսին են մյուս մարզիկները, ինչպիսին են նրանց մարզիչները կամ ընդհանրապես իրանց պարապմունքները, որովհետև ես մենակ կենտրոնանում եմ իմ վրա, որ կարողանամ մինչև մրցում, որովհետև լարվածությունը շատ է, արդեն չես կարող բացի մրցույթից ինչ-որ բանի մասին մտածել, իսկ մրցույթից հետո արդեն ժամանակ էլ չի լինում շփվելու, բայց իմ հակառակորդների հետ հնարավոր է մրցույթից դուրս տեսնենք իրար, մի երկու բառ փոխանակենք։ Ալեքսանդրա, դու ընկերներ ունես։ Այո, ընկերներ ունեմ, բայց իմ ընկերները միայն սպորտի մեջ են։ Այն մարդիկ, որոնց հետ հիմա մարզվում ես։ Հա, հավաքների ժամանակ թե հենց իմ մարզադահլիճում։ Տես դու մի նոր բան ասացիր, որ հիմա քեզ բավականին դժվար է մարդկանց վստահելը։ Դու արդեն այն տարիքում ես, երբ նաև կարող ես սիրահարվել, բայց գուցե այս պարագայում քեզ վստահելն է ավելի բարդ տրվում եւ տրվելու։ Անձնական հարաբերությունների տեսանկյունից քեզ քո անցած ճանապարհը խանգարում է, որ դժվարությամբ ես վստահում։ Ճիշտ ասած, այդ մասին դեռ չեմ մտածում, բայց երբ որ խոսակցություն գնա այդ մասին, ինձ թվում է դժվար կլինի վստահելը, բայց դա էլ մի կողմից լավ է, որ շփման միջոցով արդեն գիտենանք, թե ով ինչպիսին է, նոր կարողանանք շփվել ու վստահել։ Ծանրամարտը ըստ էության դարձել է քո կյանքի բաղկացուցիչ շատ մեծ կարևոր մասը, հա։ Ես ամբողջ զրույցի ընթացքում նաև հասկանում եմ, որ քո կյանքը ինչ-որ առումով ծանրամարտի շուրջ է պտտվում, բայց քեզ համար դժվար է ծանրամարտիկի կյանքը, թե չէ։ Կյանքը նրանով է դժվար, որ ժամանակ է խլում միայն, որովհետև մենք մենակ կենտրոնացած ենք դրան։ Բոլոր երիտասարդների նման չէ, որ կարող ենք ամեն ինչով զբաղվել, որովհետև մենք միայն կենտրոնացած ենք մի բանի վրա, չենք կարող համ սպորտին նայել, համ շրջապատին նայել, համ
ուսմանը թեգուս։ Ալեքսանդրա, առաջին հայացքից ծանրամարտը միայն մեկ հոգու մասին է, բայց ըստ էության կարևոր է նաև այն թիմը, որը քո հետևում կանգնած է, հա։ Առաջին գծում դու ես, թիկունքիդ մարզիչը թե հետո կան էլի մարդիկ, որոնք աջակցում են ձեզ, թե երկուսիդ ուժն է ամբողջը։ Դե երբ որ ամբողջ տարին ես գտնվում եմ հավաքներում, այնտեղ մեզ տեղ ունեն նաև հավաքականի մարզիչները։ Գերարդաշը, որ նոր միշտ արդյունքներ է տվել ծանրամարտին, հենց Նազիկ Ավդալյանը, Հրիփսիմե Խուրշուդյանը իմ մարզիչ անձնական ու ընկեր Տարոնը Հրիփսիմեի ամուսինն է։ Նրանց եմ շատ վստահում, որովհետև նրանք էլ մեծ ներդրում ունեն իմ կարիերայի մեջ։ Ես արդեն նշեցի, հա, շատերը ասում են, որ դու հաջորդն ես Նազիկ Ավդալյանից, Հրիփսիմե Խուրշուդյանից, այստեղ ոչ թե անձերն են, այլ հաջողությունների տեսանկյունից, հա, իրենք մեր մեծ հաջողություններ գրանցած կին ծանրամարտիկներն են ու հաջորդիվ արդեն քո մեջ են տեսնում այդպիսի ապագա, այդպիսի հաջողությունների պոտենցիալ։ Միաժամանակ, երբ նայում ենք, իրենք երկուսի պարագայում էլ փորձում են, հա, ամեն կերպ իրենց կանացիությունը չկորցնել ծանրամարտի մեջ, որովհետև սպորտաձևը այնպիսին է, որ կարող է ուղղակի խլել կանացիությունը։ Դու ինքդ փորձում ես ինչ որ առումով ծանր սպորտաձևի մեջ անպայման պահել քո կանացիությունը։ Այն ժամանակ ինձ թվում է իրանք էլ ուշադրություն չեն դարձրել կանացի լինելուն, որովհետև սպորտը արդեն ինքնստիկյան կոպիտ սպորտաձև է։ Սպորտի մեջ ես ուշադրություն չեմ դարձնում ոչ մի բանի, չեմ նայում, վայ, սիրուն լինեմ, սիրուն հագնվեմ, չէ, որովհետև ինձ մենակ սպորտն է հետաքրքրում, սպորտը թողնելուց հետո արդեն դա ինքնստիկյան լինում է, որ արդեն կանացիություն ձեռք բերենք այդպես։ Ալեքսանդրա, հիմա ինչ երազանքներ ունես, ինչպիսին ես տեսնում քո ապագան։ Դժվար է խոսել, որովհետև սպորտը ամեն ինչ հնարավոր է լինի, բայց մեծ նպատակներ ունեմ օլիմպիական խաղերին մասնակցեմ առաջնահերթ, հետո կարողանամ մեդալներ նվաճել օլիմպիադայից, բայց մինչև այդ մեծահասակների աշխարհի չեմպիոն, որովհետև մենք հիմա ունենք մենակ Նազիկ Ավդալյանը, որ աշխարհի չեմպիոն է, իսկ քանի որ խոսում են, որ աղջիկների մեջ չկա աշխարհի չեմպիոն, ես ձգտում եմ դրան, որ կարողանամ հաջորդ աշխարհի չեմպիոնը ունենանք։ Բայց դու դարձել ես աշխարհի չեմպիոն երիտասարդների։ Հիմա ուզում ես արդեն մեծահասակների աշխարհի չեմպիոն լինել։ Այո, ուզում եմ մեծահասակների աշխարհի չեմպիոն եղնեմ, որովհետև խոսեն, որ նորից սպորտաձևի մեջ կան ուժեղ աղջիկներ, որ կարող են հասնել այդ բարձր արդյունքներին։ Հավատում ես քեզ, թե երբեմն անինքնավստահ ես, կասկածում ես։ Երբեմն հնարավոր է կասկածեմ, բայց նորից շեշտեմ իմ մարզիչին, որովհետև նրա հավատքը իմ հանդեպ ավելի շատ է, քան իմը իմ հանդեպ։ Նա ավելի շատ դեր ունի իմ կյանքում ու այդպես օգնում է, որ երբեք չհուսահատվեմ ու գնամ այդ հաջողության հետևից։ Իրա մասին պրոստը չխոսալն անհնար է, որովհետև իմ կյանքի մեծ մասը ինքն է։ Ես իրա շնորհիվ առաջնային եմ մարդ եմ դարձել նոր լավ մարզիկ։ Իրականում բնական է, որ իր մասին շատ ես խոսում, որովհետև եւ քո մարզչական ճանապարհի մի մասն է, եւ ընտանեկան ճանապարհի մի մասն է, բայց դες դու ինքդ նշեցիր, որ սպորտը ամեն բան հնարավոր է, առհասարակ մարզիկների կյանքը բավականին բարդ է, որովհետև ցանկացած պահի մեկ սխալ շարժում, մեկ սխալ որևէ բան եւ կարող ես վնասվածք ստանալ, կարող ես լուրջ վնասվածք ունենալ ու բավականին դժվար է այդ վնասվածքներին զուգահեռ ապրելը, մարզվելը։ Երբեմն մենք տեսնում ենք, որ հետո իմանում ենք, որ մարդիկ լուրջ վնասվածքով մասնակցել են մրցումների, ճանապարհ են անցել։ Դու վախեր ունես վնասվածքներից, թե ինչ որ առումով կոփվում եք եւ սովորում եք, որ այսպես վնասվածքները ձեր կյանքում զուգահեռ գնալու են։ Համ հաշտվել ենք այդ մտքին, որ վնասվածքները մեր կյանքում միշտ լինելու է, որովհետև պրոֆեսիոնալ սպորտի մեջ չկան առանց վնասվածքների մարզիկներ, բայց երբ որ հնարավոր է շատ կարևոր ու լուրջ վնասված ստանալ ու մտածում ես, որ արդեն չես կարող շարունակել սպորտը, այդ արդեն ինձ թվում է շատ բարդ կլինի։ Դրա համար չենք փորձում։ Մենք այդ մասին չենք մտածում, չենք խոսում, բայց առհասարակ վնասվածքների մասն էի խոսում։ Հենց մրցման ժամանակ չի եղել, բայց մինչև մրցույթը եղել է, որ շատ ցավեր ու խնդիրներ ունենամ, ես ուսի վիրահատություն եմ ունեցել, այդ ժամանակ շատ ցավեր ունեի, բայց աշխարհի առաջնությունն էր ու փորձում էինք, որ դեմը առնել, կարելի ասել,
որ կարողանանք մրցույթին լավ հանդես գալ, իսկ այս վերջի մրցույթի ժամանակ մեջքի վնասվածք ունեի ու շատ խանգարում էր ինձ մարզումներին, նույնիսկ մարզիչս ասեց, որ հրաժարվենք այս մրցույթից, որ ավելի վնաս չտանք, որովհետև դիմացը շատ կարևոր մրցույթներ ունեինք, իսկ ես ասացի, որ չէ, պետք է գնանք, որ գնամ կամ, որովհետև դա էլ արդեն մեծ փորձ կլիներ, որ ինչքան էլ որ վնասվածք լինի, մեր ունեցած փորձությունների շնորհիվ մենք ձեռք բերեցինք մեծ հաջողություններ։ Անկեղծ ասած, դες օրինակ մենք իմանում ենք, որ դուք ունեք ոսկե մեդալ, բրոնզե մեդալ, արծաթե մեդալ, ոգևորվում ենք, հիանում ենք, հպարտանում ենք, բայց երբ նայում եմ ձեր տեսանկյունից այդքան վնասվածքներ ունենալ, այդքան դժվարությունների միջով անցնել։ Միևնույն է արդարացված է մարզիկի ճանապարհը ընտրելը։ Դե մինչև սպորտ մտնելը արդեն պետք է գիտակցենք, որ դա հնարավոր է լինի։ Դրա համար էլ չենք կենտրոնանում դրան ու երբ սկսում է ինչ-որ տեղ ցավալ վնասվածքի կարող է հասցնել դա, միանգամից պետք է դիմացն առնենք, որ չխորանա։ Ալեքսանդրա, նախ ես քեզ շատ մեծ հաջողություններ եմ մաղթում։ Ես վստահ եմ, որ մենք քո անունը շատ ենք լսելու եւ դու քո կամքի ուժով, քո ուժեղությամբ շատ մեծ ճանապարհ ես անցնելու եւ նաեւ շատ շնորհակալ եմ, որ վստահեցիր քո կյանքի պատմությունը ինձ, որովհետեւ ես գիտեմ, որ դու առհասարակ խուսափում ես շատ հարցազրույցներ տալ, դու առհասարակ չես խոսում քո կյանքի պատմության մասին ու ինձ համար շատ ուրախալի էր, հա, որ թեկուզ հերակա ձևավորվել էր որոշակի վստահություն, որ դու ցանկացար ինձ հետ խոսել քո պատմության մասին եւ վստահեցիր ինձ ու իմ դիտողներին։ Ձեր հարցազրույցները նայելուց իմ մեջ վստահություն առաջացավ, ընդհանրապես միջև այստեղ կարը ես չէի վստահում, որովհետեւ եթե ինչ-որ բան խոսում ես, դա արդեն ուրիշ կերպ դարձնելով նրանք պատմում են այդ ամեն ինչը, իսկ ձեզ տեսնելով զգացի, որ դա ճիշտ կլինի խոսեմ, համ էլ ոչ թե ճիշտ կլինի, նաև կողքից ճիշտ կդիտվի իմ կյանքը, ու այդպես վստահեցի ձեզ։ Շնորհակալ եմ շատ, անչափ։ Իսկ դուք հետևեք Live Room-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։